բաժանված են եղել նախապես ցանկեր այն մարդկանց, ում տներ պետք է այցելեին, ում վրա հարձակումներ գործեին, աշխատավայրում կլինի, փողոցում կլինի, տանը, թե առևտրի որևէ վայրում, այսինքն հստակ ակնհայտ թիրախներ են ընտրված եղել, հայերի նույնիսկ հեռախոսակապն է տների անջատված եղել, այսինքն հնարավոր բոլոր կապի միջոցներից մեկուսացրել են։ Նույնիսկ այդ օրերին ոստիկանության եւ շտաբ օգնության, առաջին բուժօգնության, այսինքն կազմակերպման ծառայություններն այնպես են արվել, որ անհասանելի լինեն։ Եվ խմբերը հստակ բաժանված են եղել ըստ դերակատարության, ասենք ով պետք է օրինակ մարդկանց վրա հարձակում կատարի, ով պետք է տների թալանով զբաղվի, եւ հատուկ գործարաններում պատրաստված են եղել մետաղական հատուկ ձողեր, որոնք ենթարկված են եղել զոդման, նույնիսկ դրանց կտրման աշխատանքները պահանջում են արտադրական միջամտություն, այսինքն հստակ պետք է գործարանների միջամտություն։ Մենք հասկանում ենք, որ գործ ունենք պետական ձեռնարկությունների հետ։ Խորհրդային Միությունում մասնավոր հիմնարկներ չկան, այսինքն չեն կարող ասել ինչ որ մեկի մասնավոր նախաձեռնություններ։ Եվ այս կազմակերպված պարալիզացիան քաղաքի արվել է նրա համար, որպեսզի հայերին զանգվածաբար ոչնչացնեն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։